Թուրքիայում վերջերս տեղ ունեցավ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը եւ հետաքրքիրն այն էր, որ Իրանի նկատմամբ այս գործողությունների մասին խոսվեց հենց այդ գագաթնաժողովում, հենց Թուրքիայում, թուրքերի ներկայությամբ, նաեւ անթաքույց ուրախության ներքո եւ նաեւ տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն է ըստ հրապարակված տեղեկությունների զորավարժություններ իրականացնում Հայաստանի սահմանին, Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին, կարծես թե Իլհամ Ալիևը ի տարբերություն Հայաստանի, ինչպես դուք նշեցիք, պսևդո ղեկավարի, ձեռքը պահում է զարկերակի վրա։ Այո, գաղտնիք չէ, որ թուրքերը եւ նաեւ ադրբեջանցիները ուշի ուշով հետևում են ինչա կատարվում իրանական ճակատում, որովհետեւ այդ մասով երկուսն էլ բավականին լուրջ հետաքրքրություն ունեն։ Իրանի թուլացումը միանշանակ օգուտ է լինելու Թուրքիային եւ բարձրացնելու է նաեւ, այսպես ասած, ադրբեջանական գործոնը։ Այստեղ մենք տեսնում ենք շատ սինխրոն աշխատանք առաջին հայացքից անշուշտ կուլիսային որոշակի արդեն ինչ-որ մրցակցային էլեմենտներ եմ ես սկսել տեսնել կապված Բաքվի ավելի այսպես անկախ խաղացողի դեր ստանձնելու նկրտումները, որոնք գնալով շատ ավելի սկսել են խորանալ, ինչը բնականաբար չի կարող դուր գալ Անկարային։ Այո, երկուսն էլ որքան էլ որ բան չի, այսինքն իրենց օր առաջ պետք է այս ամեն ինչը վերջանա, խաղաղությունը պիտի տիրի տարածաշրջանում, ոչ, եթե չասեմ նաև որոշակի կուլիսային, այսպես խառնակցության դերակատարում են վերցրել իրենց վրա եւ փորձելու են առաջ տանել նամանավանդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը բավականին այսպես տարբեր եւ մամուլի եւ վերլուծաբանների գնահատականներով բավականին հաջող է անցել հենց Թուրքիայի համար, դա իրենք կարողանում են այդպես ճիշտ կազմակերպել այդ պոմպեզությունը ապահովել, շեշտադրումները ապահովել, վերջի վերջո իրենք իրենց այդ տարիների երազանքը կարծես թե ստացան, գոնե բանավոր այսպես դեռևս ոչ թղթի վրա է F-35-երի եւ այս 400-ների կապված պատմության մասին է խոսքս, երբ կլինի, թե չի լինի, ինչպես կլինի, դեռ ժամանակը ցույց կտա, որովհետեւ սա էլ առանձին մի լծակ է, բնականաբար, որ ամերիկացիները շարունակելու են իրենց ձեռքում պահել։ Այո, զորավարժություններից մի զարմացեք, դրանք շարունակական են լինելու եւ միշտ են լինելու, որովհետեւ դու երբ որ ունես նորմալ երկիր, երբ որ դու հասկանում ես ինչ բան է դիվանագիտությունը եւ ինչ բան է ընդհանրապես արտաքին պարտներների հետ եւ քո ամիջական հարևանների հետ աշխատելը, դու ոչ թե բարձրանում ես սարեր, այլ անցնում ես 24/7 ռեժիմի, ամբողջ կառավարությունը պահում ես հենց այդ ռեժիմի տակ, որքան էլ որ ծանր եւ շոկ ես եղանակին դժվար կլինի աշխատելը, բայց դա նորմալ երկրների մասին է, հասկանում եք, դա մեր իշխանություններին բացարձակ չի կարող վերաբերել, դուրինք այդպես էլ չհասկացան ինչ բան է երկիր կառավարելը, երկիր ղեկավարելը եւ այսպես ճգնաժամային իրավիճակում ինչպես քեզ դրսևորելը։ Սա է, իսպար դա բացակայում է իրենց մոտ։